բոլորին եւ բարի գալուստ Իմալիկ։ Այսօրվա իմ տեսանյութում ես ձեզ եմ ներկայացնելու Մայամին։ Ձեզ ցույց եմ տալու այն վայրերը, որտեղ որ այցելել եմ եւ հետաքրքիր ինֆորմացիա եմ տալու այդ վայրերի մասին։ Հուսամ կհավանեք։ Enjoy! Մայամին գտնվում է Ֆլորիդա նահանգում։ Մայամին հիմնադրվել է Ջուլիա Թաթլ անունով մի գործարար կնոջ կողմից, ով համոզելով երկաթգծի մագնատին երկարացնել երկաթգիծը դեպի ներկայիս Մայամիի տարածք, նպաստել է քաղաքի զարգացմանը։ Իսկ նա դա արել է մագնատին իր այգուց նանիջներ ուղարկելու միջոցով։ Մայամին հարուստ է արտ դեկո ոճի շինություններով, որը քաղաքը դարձրել է նախընտրելի վայր ֆիլմերի և սերիալների արտադրության համար։ Ուղևորվում ենք Miami Design District կամ Մայամիի նորաձևության թաղամաս։ Այն հարուստ է ցուցասրահներով, պատկերասրահներով, բրենդային խանութներով, բարձրակարգ ռեստորաններով։ Ժամանակին այս տարածքում եղել է արքայախնձորների ֆերմա, և միայն 1920-ական թվականներին ֆերմայի տեր T.V. Մուրը կառուցեց The Moore կահույքի խանութ սրահը։ Իսկ արդեն ավելի ուշ 90-ականների վերջին 2000-ականների սկզբին Քրեյգ Ռոբինս անունով մի գործարար գնեց բազմաթիվ տարածքներ և համոզելով առաջատար դիզայներների այստեղ բացել ստուդիաներ և ցուցասրահներ, սկիզբ դրեց Design District թաղամասի զարգացմանը և այն Design District թաղամասի ստեղծմանը, որը տեսնում ենք հիմա։ Հիմա մենք գտնվում ենք Wynwood Art District թաղամասում։ Այն ունի ավելի քան 10 պատկերասրահներ, թանգարաններ և այն հատկապես հայտնի է street art-ով, գրաֆիտիներով, որը որ դուք տեսնում եք արդեն տեսանյութում։ Իդեպ ասեմ, որ street art-ը այստեղ անընդհատ հարմեցնում է, նրանք անընդհատ ավելացնում են ինչ-որ մի նոր հետաքրքիր գործ։ Տեղափոխվենք Bayside Marketplace։ Bayside Marketplace-ը բացօթյա շուկա է լի խանութներով, ռեստորաններով, բարերով, սրճարաններով։ Այն Մայամիի ամենահայտնի և ամենաշատ այցելվող վայրերից է։ Եվ իսկապես ես այն շատ հավանեցի և խորհուրդ կտամ, որ եթե լինեք Մայամիում, անպայման առիթը բաց չթողնեք և այցելեք Bayside Marketplace։ Այստեղ գնում ենք սուվինիրչիկներ, իմ ընտրությունը կանգ առավ այս սիրուն սուվինիր մագնիտիկի վրա։
փոքր այս հավես կենթանի երաժշտությունը վայելենք եւ շարժվենք առաջ։ Սա լավագույն վայրն է նաև նավակով զբոսաշրջություններ կատարելու համար։ Այստեղ դուք կգտնեք նավակների վարձույթ, ջետ-սկի տուրեր, նաև ձկնորսական չարտերներ, որը կազմակերպում է օրինակ Blue Water Fishing ընկերությունը։ Առավոտյան վաղ արթնանալուն պես որոշեցի գնալ եւ լուսաբաց դիմավորել Մայամի Բիչում։ Ասեմ շատ գեղեցիկ էր, այստեղ ձեզ համար փոքրիկ տեսանյութեր եմ նկարել, որ դուք էլ տեսնեք։ Հետո հեծանիվներով շարժվեցինք դեպի South Point Park։